Եկեղեցի, Արարատ, ուրեմն մեր խորհրդանիշներից չենք հրաժարվել։ Եվ որ այս պնդումն ավելի հավաստի լինի, երկրորդ նախագահի ասուլիսի հետնապատկերում Արարատն է, խոր վիրապը Հայաստանի զինանշանը։ Պատմական Հայաստանը այսօրվա Հայաստանի շարունակությունն է, օրգանիկ շարունակությունն է, եւ փորձում ես կիսել, ստիպված իմ նմանները այսպեսի նկար են դնում։ Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, ինքը համարեց, որ ինքը այն մարդն է, որը կարող է կապիտալ վերոնորոգում անել հայ ժողովրդին։ Երևի համարում է, որ բանը Քրիստոսի զապասկեն է, թե ինչ է, չգիտեմ, բայց Փաշինյանը գիտի եւ պնդում է Քոչարյանի գիտելիքները տարածաշրջանի մասին հուսահատ կերպով հնացած են։ Սա ի պատասխան երկրորդ նախագահի այն պնդման, որ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Մարդու ես վաղուց չեմ արձագանքում։ Չեկա։ Թող իր կապրեմոնտով զբաղվում են, սկսել։ Ըստ Քոչարյանի թրիփում Հայաստանն ուղղակի կիսակողմ է, մեր շահը չի երևում, չկա նաև տնտեսական շահ, այդ թվում Միացյալ Նահանգների համար։ Հարցը քաղաքական բովանդակություն ունի, Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։ Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհակահաղական խոշոր շահերի բախման կետը։ Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, եթե բոլոր խաղացողները դառնան նաև շահառուներ այս ծրագրի, եւ հատկապես եթե այս ծրագրին օրինակ միանա Չինաստանը կամ Ռուսաստանը։ Վերջին հայտարարություններից մեկում Քոչարյանն ասել էր, եթե մեզ սահմանափակում են 29743-ի մեջ, մենք խնդիր ունենք։ Էպիկենտրոնը հիշեցնում է, իշխանականները այս հայտարարությունները ներկայացնում են որպես տարածքային նկրտում հարևանների նկատմամբ, նաև որպես սպառնալիք Հայաստանի սահմաններին։ Հետաքրքրվում ենք, ինչ է նկատի ունեցել այս հայտարարությամբ։ Հայաստանը մեծ սփյուռք ունեցող երկիր է։ Եվ Հայաստանը չպետք է իսկապես սահմանափակվի իր 29000 կիլոմետրերով եւ 29800 քանի։ Հիմա սա չի նշանակում, որ դու աչք ես դրել այլ երկրների հողերի վրա։ Սա նշանակում է, որ դու հասկանում ես, որ դու միայն 3 միլիոն հայ չես այս հողի վրա։ Դու ունես սփյուռք, դու ունես հնարավորություններ, դու ունես եկեղեցի, որը ցանցային բնույթ է կրում։ Ում հետ կգործակցի Հայաստան դաշինքը առաջիկա ընտրություններում, առաջնորդն ասում է, վերջնական որոշում չունեն, բայց հակված են մնալ նույն ֆորմատով։ Վստահ են այս անգամ շանսերն ավելի բարձր են, քան 2021-ին, իսկ հնարավոր է ընտրություններին ընդառաջ երկրորդ նախագահին տեսնենք ոչ ստանդարտ իրավիճակներում։ Կապիկություն հաստատ չեմ ասել։ Ինքը կլինի վարչապետի թեկնածու, թե մեկ այլ մարդ, ասում է, կպարզեն փետրվարի սկզբին սոցիոլոգիական հարցումներով։ Այս պահին եղած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավանական թեկնածուն ինքն է։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։